Դերը մեր փարապանությունները լսեց եւ ինքը արժանի է ամեն փարապանության օրհնյալը լա իր անունը հիմա բահն է որ մենք լսենք իր ցայնը եւ հավատքի աչքերով զինք տեսնենք ինչպես որ 2000 տարիներ առաջ Հիսուս Քրիստոս Երուսաղեմ մտավ Աստուծո խոսքեն պիտի գարտամ ավետարանը ստուգ ասու Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտամ ավետարանը ստուգ ասու 19-րդ գլխուն 29-րդ համարեն Հաղթական մուտք Երուսաղեմ Անուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն Երբ Պետպակեի ու Փեթանիայի մոդեցան թեպի այն լերը որ Ցիթենյաց լերը գոչվի իր աշակերտներեն երկուքը գրգեց եւ ըսավ Կացեք մեր թիմացի քյուղը անոր մեջ մտնելնուտ պես պիտի գտնեք գապված ավանակը որում վրա փնավ մարդ նստած չէ Արցակեցեք զանիգա ու փերեք Եթե մեկը ցեզի հարցնե թե ինչու գարցակեք ասեք անոր թե դերոջ պետք է Կացին անոնք որ գրգվեցան ինչպես իրենց ըսած էր կդան Երբ ավանակը գարցակեին անոր դերերը ըսին անոր Ինչու գարցակեք այդ ավանակը Անոնք ալսին դերոջ պետք է Զանիգա Հիսուսի պերին ու իր հանդերձները ավանագին վրա ցկելով Հիսուսը հետցուցին Երբ կերտային իրենց հանդերձները ջամփուն վրա գփրեին Երբ ավելի մոդեցան եւ Ցիթենյաց լերան զարիվարը գիչնեին աշակերտներուն բոլոր բազմությունը ըսկսավ ուրախությամբ Աստված օրհնել բարձր ցայնով այն բոլոր հրաշներուն համար որոնք դեսեր էին ու գսեին օրհնյալ է թագավորը որ դերոջ անունով գուքա երկնքի մեջ խաղաղություն ու փառք բարձրության մեջ Բազմության մեջ են փարեսեցիներեն մեկ քանիները ըսին անոր Վարդապետ այդ քու աշակերտներդ հանդիմանե Անիգա պատասխան տվավ ու ուսավ անուն Ցեզի գսեմ եթե անոնք լուր գենան քարերը պիտի աղաղագեն Դերը օրհնե իր խոսքը Այսօր պիտի տեսնենք Հիսուս Երուսաղեմի մեջ Առաջին հերթին Հիսուս Երուսաղեմի արվարձաններեն Փեթլեհեմի մեջ ծնավ Արևելքեն մոքերը եկան Երուսաղեմ եւ ըսին Ուր ծնավ հрьяաներուն թագավորը Վասնզի մենք արևելքի մեջ անոր ասխը տեսանք Մատթեոս ավետարանիչ կսե թե հրովթես եւ բոլոր Երուսաղեմ խրովեցան Մինչատ մոքերը եկած էին Հիսուսի երկրպագություն ընելու հрьяաներուն թագավորին Հիսուսի ծնունդը հրովտեսի եւ Երուսաղեմի ուրախություն պատճառելու դեղ խրովություն պատճառեց Եվ յետք գիտենք պատմությունը ինչպես հրովտես չարտ մը գհրադարագե եւ ահակին մանուկներ գչարթվին Հիսուս Երուսաղեմեն Փեթլեհեմեն թեպի Եգիպտոս փախածեր եւ այս թեփքը պատմության գանցնի ու մարդիկ կմորնան Ինչ պատահեցավ Փեթլեհեմի մեջ մարդ լուրջ ունի Թերևս գարկը մայրերը երկրորդ զավակներ ծնանեցան նախկինին անունը տրին մխիթարվեցավ հրովթեսալ մերավ թագավորն ալ փոխվեցավ Փամը պատահած էր Երուսաղեմի Փեթլեհեմի մեջ Ոչ մեկ բան չեր տեսնվեր 12 տարիներ յետքը Հիսուս Նազարեթեն իր ծնողքին հետ Երուսաղեմ գայցել է դաջար գմտնե եւ հոնգը մնա Պատմությունը գիտեք Դոնական արարողությունները գլրանա ծնողքը գվերաթարնա մեկ օր յետքը գանտրատարնան որ Հիսուս չգա Յետքը վերաթարնան Երուսաղեմ գփնդրեն եւ Հիսուսը գտնեն դաջարին մեջ Եվ այս անգամ ծնողքը գտեսնե որ Հիսուս դաջարին վարդապետներուն հետ հարցազրույց կնե 12 տարեկան բադանին 70 տարեկան գրոնքի քիտնականներուն մասնակետներուն հետ որոնք հին ուխտը կոց սորված էին հարց պատասխան գնեին Եվ
երեցները գեցած այս բադանին գզարմանային։ Հրովտես խրովեցավ, դաջարին երեցները Հիսուսի իմաստության զարմացան։ Տուն ուրգե ունիս այս իմաստությունը, ուրգե ունիս այս գիտությունը, ուրգե ունիս այս ուսումը, Աստուծո խոսքը տուն այս բադանի դարիքիդ ինչպես սորված ես։ Ծնող կսին որչակ ինչ այս ըրածդ։ Վերադարձիր Երուսաղեմեն Նազարեթ, ըսավ ինձի պետք է իմ հորս տունը ըլլալ։ Ծնողն շատ բան չհասկացավ, միան Մարիամ իր սրդի մեջ կբահեր աս ըսվածները, եւ Հիսուս Երուսաղեմեն աս անգամին Նազարեթ կերտա։ Այս թեփն ալ մորցվեցավ։ Ով էր այդ բադանին։ Ինչ էր այս աբակային բադանին աբական։ Փամներ եղավ եւ վերջացավ։ Ասի Հիսուսի երկրորդ այցելությունն էր Երուսաղեմ։ Հիսուս սիրելիներ իր առաքելությունը սկսավ Նազարեթեն։ Եվ մենք շատ քիչ կտեսնենք, որ Հիսուս իր առաքելությունը կգադարեր Երուսաղեմի մեջ։ Ընդհանրապես Գալիլեա, Գանա, Սամարիա, Նազարեթի շրջանը շատ քիչ առիթներով Հիսուս Երուսաղեմը գայցել էր։ Բայց իր առաքելության ավարտին Ավետարանի չգսե թե Հիսուսին երեսը թեպի Երուսաղեմ ուղղված էր։ Նպատակով, ծրագիրով եւ առաքելությամբ։ Եվ Հիսուսի այս այցելությունը Երուսաղեմի բոլորովին դարբեր էր նախորդներեն։ Հիսուս սիրելիներ Երուսաղեմ մտավ իբր թագավոր, այս թեփքը որ գարտացինք, եւ այս մեկը մարգարեությանց իրականացում էր։ Քոնե հոս փարեսեցիները, հրյա վարդապետները փանիմը անդրադառնալու էին, որովհետև հատկապես երբ Հիսուս հրյա ժողովրդին վարդապետներուն հետ ըլլար, գհիշեցներ մարգարեությունները։ Դուք զիս կտեսնեք գշպոտիկ, դուք զիս կտեսնեք գվարանիկ, եկեք քիրքերուն։ Եվ Հիսուս աս անգամ գմտներ մարգարեության իրականացումով, որ Մատթեոսի մեջ էլ արձանագրված է, Զաքարիա 9:9։ Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղագե, ով Երուսաղեմի աղջիկ, ահա քու թագավորդ քեզի գուկա, անիգա արդար ու փրկիչ է, հեզ է ու իշու վրա հեծած եւ իշու ցակի ավանագի վրա։ Սիոնի աղջիկ կանտրատարնա մարգարեն, Երուսաղեմի աղջիկ, քու թագավորդ եւ քու փրկիչդ։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոս Երուսաղեմ մտավ իբրև թագավոր խաղաղության, որովհետև այդ օրին երբ թագավորը իշու վրա նստեր, խաղաղության գերտար, երբ ցիու վրա նստեր, բادرազմի գերտար։ Շատ հստակ էր, որ Հիսուս եկած էր Երուսաղեմ խաղաղություն բերելու, որովհետև իր մուտքը բادرազմական հեղափոխությանը ազատագրությունը բերելու չէր։ Ընդհանրապես իրենք կագնգալ էին, որ Հիսուս հեղափոխությունը պետք էր ուներ, բայց Հիսուս մտած էր խաղաղության։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոսի այս մուտքը Երուսաղեմ կհաստատեր իր նախորդ այցելությունները Երուսաղեմի։ Առաջին անգամ Հիսուս Երուսաղեմի Բեթլեհեմի մեջ թագավոր ծնավ, այս մուտքը անիգա կհաստատեր։ Եվ յետքը, երբ որ Հիսուս Քրիստոս գմտներ դաջարը, կհաստատեր իր առաջին մուտքը դաջարին, որ 12 առաջին մուտքը չէ 12 տարեկանին մուտքը, երբ դաջար մտավ, եւ իրենք կզարմանային Հիսուսի իմաստության, այս անգամվա Հիսուսի այցելությամբ կհաստատվեր Հիսուս որպես իշխան դաջարին։ Քիչ ետկանիգա ավելիով պիտի տեսնենք։ Երբ Հիսուս փառավոր թափորով Երուսաղեմ մտավ, ժողովուրդը բացականչեց,
աղաղագեցին եւ ասին Օվսաննա հիմա մեզ փրկե Օվսաննա կնշանակե փրկություն եւ հիմա մեզ փրկե Սիրելիներ ժողովրդին ակնկալությունը Հիսուսեն երկրավոր էր մարմնավոր էր բայց Հիսուսի առաքելությունը երկնային էր Այսօրվա պատկամս այս խողովակին ընդմեջեն մեզի գուկա Մենք Հիսուսը պետք է տեսնենք եւ ճանչնանք բայց ինչպիսի աչքերով կտեսնենք եւ ինչպիսի մտքով կճանչնանք Ժողովրդին փարապանության պատճառն էր Հիսուսի գադարած հրաշքները եւ որ տեսան որ Հիսուս գփժշկե նշաններ գնե հրաշքներ կգործե ըսին թուն որ այս կան կարողություն ունիս Թուն որ քեր բնական իշխանություն ունիս, մենք քեզի թակավոր կհրճագենք եւ քո այս Երուսաղեմի մուտքովդ քնա թեպի բալատ հեղափոխություն մըրե եւ մեզ ազատագրե։ Սիրելիներ, այս ժողովուրդը Հիսուսը փարապանեցին ֆիզիկական շերտներով։ Թե ոչ 5 օր ետքը չէին ասել խաչը հանե։ Մարդիկ Հիսուս Քրիստոսը ակնկալություն ունին, բայց մարդոց ակնկալությունը ֆիզիկական եւ նյութական է։ 2000 թվականին երբ որ Քուվեյթի այցելության մկացինք տանդիգին ասավ կորձավոր մունինք Հակոբ Հիսուսի անտեպ հավատք ունի։ Թող կա մեկ հատ հանդիպում ունենանք, թերևս դերը իրեն գայցել է։ Այցելությունը դասավորվեցավ եւ մարդը եկավ։ Իհայտ եկավ որ այս մարդը միայն Հիսուս բժիշկը գուզե, բայց ոչ Հիսուս փրկիչը։ Եվ սիրելիներ, մենք այսօր հոգիի աչքերով Հիսուսը կտեսնենք, մենք այն ադեն հոգիով զինքը կփարավորենք, որովհետև սիրելիներ, այս օրվա հիշադակությունը փարապանության հիշադակություն է։ Բայց մենք ըլլալու ենք արթուն եւ քիդագից, որբեսի զինքը հոգիով փարապանենք։ Սակայն, երբ որ Հիսուս թափորով Երուսաղեմ մտավ, աշակերտները եւ բազմությունը զինքը փարավորեցին, մեծարեցին, հոն գտնվեր քննադատներու խմբակը, որոնք եկան եւ Հիսուսը գահանտիմանեին։ Ասե աշակերտներուտ, խոսիր աշակերտներուտ, ինչ աս ըրածը, Երուսաղեմը ոտքի հանեցին, լրեցուր քո աշակերտներուտ։ Նեղացան, որ Հիսուս կփարավորվեր, եւ Հիսուս ասավ, եթե ասոնք լրեն, քարերը պիտի աղաղակեն։ Աշխապ հրաշներ եւ նշաններ տեսնելով հանդերձ դագավին ծեր սրտերը կխստացնեք, որպես թե այս ասել գուզեր Հիսուս փարիսեցիներուն, ուրեմն ծեր սրտերը քարերեն ավելի գարձր են։ Հիսուս գիտեք ինչ ասել ուզեց փարիսեցիներուն, այս ամփան քարերը պիտի բորտկան այլևս, այս ամփան քարերը այլևս գիտակցության պիտի կան, այս կան հրաշքներ եւ նշաններ, դագավին չէ գարթնար։ Ձանր հանդիմանություն է։ Եթե դու միտք ունիս, աչք ունիս եւ ճշմարտությունը չես տեսներ, ուրեմն քարերը պիտի խոսեին, եթե աշակերտները զինքը չփարավորեին։ Եվ ոնց մենք կտեսնենք նախանցի եւ թշնամության գեցվածք։ Մինչև օրս սիրելիներ մարդիկ կան Հիսուսի անտեպ նախանցով եւ թշնամությամբ լեցուն են։ Ինչու մենք չենք հասկանար։ Գապշինք Տագամին մարդիկ Հիսուս դեմ կթշնամանան։ Սիրելիներ, Զարգազարդը Փարադոնի հիշադակություն է։ Զարգազարդը Զադիգին հարության նախադոնակն է։ Փարապանության եւ ցնծության օր է, որովհետեւ Հիսուս իր քաղաքը մտավ իբրև հաղթական թագավոր։ Այս գիտակցությունը եւ հավատքը սիրելիներ մեր սրտերուն ուրախություն է։ Հիմա հարցում մտամ. Ինչ արժեք կներկայացնե Երուսաղեմը Հիսուսի համար։ Ուր է արժեքը
դուները, լերները, գլիման, ժողովուրդը, դեսեք սիրելիներ, մայրաքաղաքին արժեքը հոն է, որ մայրաքաղաքի մեջ կգտնվի թագավորին պալատը։ Նախարարությունները չեն, տեսփանադուները չեն, որ մայրաքաղաք կնե։ Այսինքն հոն ուր որ մայրաքաղաք է եւ թագավորը հոն պալատ չունի, մայրաքաղաք չսվիր։ Հիսուսին համար արժեք ներկայացնողը Երուսաղեմի դաջարն է, իր դունն է։ Ամպոպ կերպով քալենք։ Ինչ կխորհրդանշե սիրելիներ Երուսաղեմը։ Երբ մարգարեն գսե մեծապես ուրախացիր ծնծա ով Երուսաղեմի աղջիկ, ինչ կխորհրդանշե Սիոնի աղջիկը։ Սիրելիներ Երուսաղեմը կխորհրդանշե եկեղեցին։ Սիոնի աղջիկը կխորհրդանշե եկեղեցվո զավակը։ Բողոս Արաքյալ ալգսե ես ցեզ մաքուր գույսի պես էրգանմը նշանեցի։ Եկեղեցին Քրիստոսի ինչն է, հարսն է։ Սիոնի աղջիկը եկեղեցվո զավակն է։ Հիսուս Երուսաղեմ մտավ իր ժողովուրդը փրկելու եւ իր ժողովրդին հետ ու իր ժողովրդին մեջ բնակելու։ Այս է իր հաղթական մուտքը։ Երուսաղեմի մեջ կգտնվեր դաջարը։ Հիսուսի համար Երուսաղեմը կնշանակե դաջար։ Անոր համար երբ Քրիստոս Երուսաղեմ մտավ, բալատ չի կնաց, դաջարը կնաց, եւ երբ դաջարը կնաց, հոն մաքրեց եւ ասավ քրված է թե իմ դունս։ Հիսուսի բալադը, Հիսուսի փառքը դաջարի մեջն է։ Եվ 12 տարեկան բադանի Հիսուսը, որ վարտաբետները գզարմանային իր ունեցած գիտության, հիմա Հիսուս թագավորը իր դաջարը կմաքրե։ Ասեր խորհուրդը եկած է իր դաջարը մաքրելու, որբեսի իր դաջարը գոչվի աղոթքի դուն։ Բայց երբ Հիսուս խաչվեցավ, շատ գեղեցիկ ֆիլմի մեջնալ պատկերը ներկայացուցած են, երբ Հիսուս խաչապայտին վրա խաչվեցավ, բահմի Հիսուս դարձավ եւ իշխանության աչքերով եւ զորությամբ նայեցավ թեպի դաջար եւ իր աչքերը ջեղկեցին այդ դաջարին քարե շինված գառույցը եւ քնած թեպի դաջարին մուտքը թեպի սրբություն, թեպի սրբության սրբոց եւ վարակույրը բادرեցավ։ Հիսուս խաչեն գնայեր թեպի դաջար եւ դաջարին վարակույրը գբադրեր, որովհետեւ սիրելիներ հրյան եւ որ դաջար գուքար դագավին Աստծո չեր հասներ։ Սրբություն եւ սրբության սրբոց չեր մտներ, եթե ոչ այդ մեկը պիտի ըլլար քահանայաբեդին միջոցով։ Իսկ հիմա խորհուրդը երբ դու Հիսուսի գահացնես, Աստծո ներկայության գահացնես։ Հիսուս վարակույրը բادرեց, դաջարին ջամփան բացավ, երբ Հիսուս քու մեջ է, դու Հիսուսի մեջ ես, դու Աստծո ներկայության գահացնես։ Երբ դու Հիսուսը քու կյանքի թագավոր կհրճագես, երբ Հիսուս կուկա իր հոգևոր Երուսաղեմը, որ դու ես եւ իր Սուրբ Հոգիով քու մեջ է կփնագի։ Սիրելիներ Հիսուսի Երուսաղեմի եւ դաջարի այցելությունը երբեք ֆիզիկական եւ պատմականով պիտի չի նային։ Վերջը դաջարը քանթվեցավ, քար ու քանթ եղավ եւ այսօր 2000 տարի անցած է եւ հрьян գերազե այդ դաջարը ունենալու, որովհետեւ այս անգամ Հիսուս ընդրեց քեզ իր դաջարը իր հոգիով քու մեջ է բնակելու։ Անորոմար Բողոս Արաքյալ գսե դուք Աստուծո դաջարն եք եւ Սուրբ Հոգին ձեր մեջ կբնակի։ Հետ այսու Աստուծո դաջարը Երուսաղեմի մեջ չէ, այլ քու մեջ է։ Ու դու Սուրբ Հոգին դաջար դարձած ես։ Հոսե սիրելիներ
Զարգազարդի խորհուրդը, որտուն սիրտդ փանալու ես եւ Քրիստոս ընդունելու ես քու էյությանդ մեջ Աստուծո ներգայությունը քու դաջարիդ մեջը հրյային համար Աստուծո ներգայությունը Երուսաղեմի դաջարի մեջն էր բայց հիմա անիգա քու դաջարիդ մեջն է Աստուծո խոսքը քու դաջարիդ մեջը Աստուծո զոհը քու դաջարիդ մեջ Հիսուսի զոհը քու սրդիդ մեջ ըլլալու է Աստուծո հոգին քու դաջարիդ մեջ բնակելու է Աստուծո բարձրացված փառապանությունը քու դաջարեդ ըլլալու է քու ներսեդ եւ քու էյութենեդ դերը փառապանելու ես Երբ Հիսուս քու դաջարիդ մեջ է ուրեմն դուն Հիսուսով հաղթական ես մեղքին հաղթական ես աշխարհին եւ հաղթական ես չարին բոլոր հարցակումներուն Սիրելիներ այսօր մեր արչեւ երկու մարտահրավեր կա Այսօր որ մենք կապրինք Առաջինը մենք որպես հավատացյալներ մեր պայքարը մեղքին եւ աշխարհին դեմ հրավիրե Հիսուս որպես քու սրդի թակավորալա եւ հաղթական գելես Եվ երկրորդ մենք այսօր Մենք դակնաբի մեջ ենք, որպես մեր երգիրը եւ աստիրող գացությունը, որպեսզի Աստուծո ժողովուրդը չվնասվի եւ մենք այս օրերուն Աստուծո ժամանակը ճանչնալով Աստուծո արչեւ գենանք բարեխոսական աղոթ բարձրացնենք եւ երգիրը չարեն փրկելու միշնորդներ ըլլանք։ Սիրելիներ Մատթեոս ավետարանիչ կսե երբ Հիսուս Երուսաղեմ մտավ Անշուշտ ամեն բաղմությունը չեն կնար վերանել աստասը վարգանվա մեջ, Երուսաղեմը շարժեցավ։ Հիսուսի ներգայությունը բարձավես ամեն պան գծնցե և ամեն պան գպոխ է։ Այսօր մենք պիտի հրճագենք սիրելիներ Քրիստոսի թագավորությունը մեր երկրին և մեր քաղաքին վրա։ Մեղքը, մեղավորը, չարին խորհուրդը իշխելու չէ, այլ իշխելու է և դարածվելու է Աստուծո թագավորությունը Հալեբի մեջ եւ Սուրիայի մեջ։ Ձեր փառապանությամբ եւ ձեր աղոթներով օրհնյալ ըլլաք։ Ամեն։ Հրամե եղբայր Շիրազ եւ շարունակենք դերը փառապան։